Բարի օր ժողովուրդ ջան, դուք գտնվում եք Քարանկյուն ալիքում։ Նախքան այս վիդեոն սկսելու ուզում եմ մի հատ շատ մեծ շնորհակալություն հայտնել բոլորիդ, որ sense լուրջ ակտիվ ցույց տվեցիք նախորդ վիդեոյի տակ, բոլոր սոցիալական հարթակներում, թե Instagram-ում, թե TikTok-ում, թե YouTube-ում։ Այդ ամենի համար ես շատ շնորհակալ եմ ու նենց հարցի, որ հաջորդ վիդեոին շատ երկար չսպասեք, որ այսօրվա մեր ավտոնա բոլորի կողմից շատ սիրված Nissan Rogue-ը։ Որ հասկանաս ինչ է նշանակում Ինչպես արդեն հասկացաք, այսօր մեր մոտ է Nissan Rogue իր երկրորդ պակալենիայում։ Մեքենան կոնկրետ այս դեպքում 2019 թվականի է, SV կոմպլեկտացիայում։ Ինչը շատ կարևոր, հեսա շատ շուտով կխոսենք դրա մասին։ Իսկ այս պայմանությամբ ուզում եմ միացած արագ անցնենք տեխնիկական պարամետրերի վրով, շատ չկենտրոնանանք, որովհետև ստեղ խոսալու բան հիմնականում այդքան շատ չկա։ 2.5 լիտրանոց 4 ցիլինդրանոց շարժիչ, որը ունի 170 ձի, եթե չեմ սխալվում 175 նյուտոն մետր պտտող մոմենտ, դիմացի քաշող պլատֆորմա ունեցող, բայց հետևը միացող մուֆտայի միջոցով 4 քաշող ու նաև այդ ամենը ունենում է վարիատոր կառոպկա։ Այսօր մենք փորձելու ենք հասկանանք այդ կոմբինացիան ոնց է մեզ տալիս մեր հայկական շուկայում ամենասիրված ու ամենապահանջված քրոսովերը։ Այս մեքենայի 170 ձին մեզ տալիս է դինամիկա, ավելի կոնկրետ դինամիկայի բացակայությունը։ Հիմա այս պոլի գազը տալի 40 կմ/ժ-ից տանջվելով հասնում ենք 80-90 ու 100-ին չենք հասնում, որովհետև սվետաֆորին ենք հասնում։ Այս դինամիկան մեզ հերիք արում ենք քաղաքային պայմաններում կարողանանք վազանցներ անենք, քաղաքային պատոկից դանդաղ չլինենք, հատկապես Երևանի պայմաններում, որտեղ ընդունենք մեծամասնությունը հին մեքենաներ են, մինչև 150 ձիաուժ ունեցող։ Այրուղում գնալ մեր թույլատրված 90 կմ/ժ ավելի քան հանգիստ կարող ենք 1500-ից քիչ աբագոտով անգամ 1300-ի կարգի։ Դրա համար այս շարժիչը լրիվ հերիքում է, սրանից ավելի հզոր շարժիչ ինձ թվում է այս մեքենային կարող է մի 15 ձիաուժը ավելի մեծ վստահություն տար, կարող է մի փոքր հզորությունը չհերիքի կամ ինչ-որ վերելքի ժամանակ խնդիր ունենանք, բայց ընդհանուր մեքենայի դինամիկան, որ ասեմ, տենց շատ վատնա սուտ կլինի, որ ասեմ ինչ-որ զարմացնում է ու իր կլասում իր կոնկուրենտներից լավն է, միանշանակ չէ, այս անգամ կասեն, ինձ թվում է իր կլասում ինքը ամենադանդաղ մեքենաներից մեկն է։ Անհնար է խոսալ այս մեքենայի մասին վարիատորի վրա չկենտրոնանալով, որովհետև ամեն խալաձիլնիկից, ամեն ռադիոպրիոմնիկից, ամեն հեռախոսից, ամեն շորտից, ամեն ռիլսից լսում ենք մի բան. վարիատորով մեքենա մի արեք, փչանում են վարիատորով մեքենաները, ինչների տա պետք վարիատորով մեքենա, գնացեք արեք ձեզ հիդրոտրանսֆորմատորային կամ ոչ մեխանիկա արեք, քշեք ինչների տա պետք է դա ամեն ինչը։ Մեր օպերատորը իհարկե կողմը, որտեղ ինքը մեխանիկայի սիրահար է։ Ինչ ռիսկեր է իրանից պարունակում ու նախատեսում վարիատոր մեքենա գնելը։ Վարիատորով մեքենան ամենաէկոնոմ տարբերակ ավտոմատն է։ Ինքը բավականին փափուկ է աշխատում, այսինքն մենք չունենք այդ հստակ ռոբոտ կառոպկայի դղկոցը, որ մենք գնում ենք, մեկ է դղկ, մեկը կամ հետևից կարակեց կամ չգիտեմ, խփեցինք պատի կամ ուղակի երկրորդից երրորդ գնացինք կամ երրորդից երկրորդ։ Վարիատորի դեպքում մենք միացած երկար պատկերացրեք պերեդաչա ունենք, հա, ու ուղակի մենք այդ պերեդաչայով գնում ենք, շատ դանդաղ, բայց շատ հստակ գնում ենք մի կետի, ու այդ ամեն ինչը ունի մեծ ռիսկ, այդ ռիսկը կայանում է նրանում, որ վարիատորը առհասարակ չի սիրում ակտիվ, ագրեսիվ քշելավոճ։ Եթե մենք ճորսնենք, եթե մենք այս մեքենայով գնենք off-road, ինչով որ մարդիկ չգիտեմ ինչի ու չգիտեմ ոնց անում են այս մեքենայով, դե մտածում են ջիպ է, բավականին բարձր է, կարելի է գնալ միանգամից ցեխերի մեջ խեղդել այս ավտոն։ Եթե քշենք նմանատիպ ձևերով, բնականաբար 60-70 հազար կիլոմետր հետո վարիատորը մեզ կասի ց տեսություն ու կգնա իր համար հանգիստ կդառնա մետալալոմ, բայց եթե մենք հասկանում ենք վարիատորը ինչ է, չենք վախենում ու աշխատում ենք իր այդ նորմալ, մենք ունենում ենք 200-250 հազար կիլոմետր։ Ուզում եմ հասկանամ BMW-ա թե Opel։ BMW-ա։ F30։ Ժողովուրդ, ես խոսում եմ Nissan Rogue-ի մասին, իսկ F30-ները հələ չեն դադարում ինձ հետապնդել։ Վերադառնանք նրան, ինչի վրա կանգնել էինք, F30 էի ասում, վերադառնանք նրան, ինչի վրա կանգնել ենք։ Եթե դուք չեք վախում վարիատոր կառոպկայից ու գիտեք ոնց է այդ պետք է աշխատեք, ինքը ձեր համար լուրջ խնդիրներ չի առաջացնի։ Ուղղակի պետք է այս մեքենայի կառոպկայի յուղը փոխել 60-70 հազար կիլոմետրը մեկ վատագույն դեպքում։ Այս մեխանիկան չի, որ մարդիկ չգիտեն, որ առասարակը տեղել յուղ կա։ Այս ավտոմատը չի, որ կարաս 150 հազար կիլոմետրը մեկ փոխես կամ էլի չփոխես ու նորմալ է մեքենան աշխատում է։ Այստեղ բավականին փափուկ համակարգ է ու դուք կասեք, բա այդ դեպքում իմաստ է այս մեքենայի մեջ վարիատոր դնելու, որովհետև
Նախ առաջինը Nissan-ը ձեր վրա փող է աշխատում վերջի իսկ վարիատորի արտադրությունը ամենաէժան արտադրությունն է, որը առհասարակ կա։ Երկրորդն էլ մենք հասկանում ենք մի բան, որ այս մեքենան ձեր համար այնքան բենզին է էկոնոմիա անելու, որ դուք այդ 60000 կիլոմետրը մեկ սրահյուղ փոխելով հաստատ չեք աղքատանա ու կկարողանաք շահագործել մեքենան նույն ձևով, ոնց որ շահագործում եք առանց լուրջ խնդիրներ ունենալու։ Եվս մեկ անգամ անդրադառնալով նրան, որ այս մեքենան առհասարակ ջիփ չի, բայց սենց մի քիչ վատ ճանապարհների համար համապատասխանում է։ Հիմա մենք գնում ենք ահավոր վատ ճանապարհի վրով, այսինքն երևում է կոնկրետ դարու փոստերի վրայով ենք գնում։ Մեքենան իրան այս ճանապարհների վրա զարմանալին է, որ ավելի լավ է դրսևորում, քան սովորական ասֆալտի, այսինքն խնդիրը որն է։ Այս մեքենան 18 բանտաժներով լինելու հետ մեկտեղ բավականին չոր է։ Իրականում այդ իր հերթին տալիս է նաև մի պլյուս, մեքենան բավականին լավ է բռնում ճանապարհը, այսինքն երբ որ մենք մտնում ենք ինչ-որ տենց լուրջ ոլորանների մեջ ու մեքենային ուզում ենք բավականին արագ մտցնենք պարավոտի մեջ, տեսնում ենք, որ ինքը ռեկի հետևից լավ արագ է գալի, այսինքն մենք մի թեթև ռեկը շարժում ենք, զգում ենք, որ քրոսովերի համար բավականին լավ զգալի ռեակցիա ունենք մենք ռեկին։ Էսա նայեք հիմա լիժաչի պոլիցեյսկի անցնելուց, ահա, մի հատ լիժաչի պոլիցեյսկի անցնելուց մեքենան իրան լավ է դրսևորում, բայց երբ որ գալիս է ինչ-որ ճանապարհի անհարթություն, մեքենայի ակերը բավականին հստակ մեզ զգացնել են տալի, որ մենք հիմա օրինակ սովորական փոքր լուկերի, փոքր փոսերի վրայով գնալուց ամեն ինչը զգում ենք։ Toyota RAV4-ի հետ է ինքը հիմնականում համեմատվում, չնայած մի շուկայում, մի կլասում գտնվելով իրանց մեջ կա գնային բավականին մեծ տարբերություն։ Toyota RAV4-ը միջինում երևի մոտավորապես $5-6,000 նույն թվի նույն կոմպլեկտացիայի համար ավելի շատ արժի էս մեքենայից ու իմ համար այդ ամեն ինչը բնականաբար անարժան գնի բարձրացում է։ Բոլորս գիտենք Toyota-ի շարժիչները չեն փչանում, Toyota-ի կառավարները չեն փչանում, չնայած Toyota-ն նույնպես իր մեքենաների վրա վարիատոր է դնում հիմա արդեն։ Իսկ մի հատ հարց, RAV4-երը վարիատոր են թե ավտոմատ են։ RAV4-երը վարիատոր են լինում։ Հենց այդ է գաղափարը։ Կախված թվականից իրանք լինում են թե վարիատոր, թե ավտոմատ։ Մենք ունենք Mazda CX-5, ով որ իրականում շատ հետաքրքիր տարբերակ է։ Ինքը ունի թե ավտոմատ փոխանցման տուփ, թե 2.5 իրան շատ սրանից ավելի դինամիկ ու իրան բավականին տարիների ընթացքում լավ դրսևորած շարժիչ, թե սալոնի առումով, թե ինչ-որ չափով ֆունկցիոնալության առումով ինքը տալիս է շատ ավելի շատ։ Բայց մենք ունենք էլի գին, մենք ունենք ստատուս, որովհետև խոսենք անկեղծ։ Հաճախ եք արդյոք դուք տեսնում Mazda CX-5 քշող տղամարդ կանց։ Այդ չի նշանակում, որ ինքը անպայման կանացի մեքենա է, զուտ մենք էլի ունենալով հայկական մենտալիտետ տղամարդ կանց մեծամասնությունը չի ուզում գնի մեքենա, իմանալով, որ ինքը ասոցացվելու է կին վարորդների հետ։ Այդ նորմա ես հասկանում եմ, ես էլ եմ ինձ ինչ-որ չափով դասում այդ նորական շարքին, սակայն նաև Mazda CX-5-ի դեպքում մենք ունենք մի հատ կարևոր խնդիր։ Կարաս գուշակես որն է։ Բարձր ավելի թանկ սպասարկում է։ Mazda-ի վրա չի լինում գազ դնել։ Բայց GDI մոտորները լինում է։ Լինում է, բայց դե մեր Հայաստանում էդ էլ հիմնականում մարդիկ համարում են, որ այդ գազ դնել չի, որովհետև բենզին է ծախսում, որ 100 կիլոմետրին ծախսում է 0.5 լիտր կամ 1 լիտր բենզին, այդ գազ դնել, թող առն Nissan Rogue, գազ դնեն հանգիստ քշել։ Հենց այդ է գաղափարը։ Ուզում եմ նաև խոսել դրա մասին։ Հիմա մենք այսօր փորձում ենք ինչպես ակտինացի հասկանանք ինչ է այս մեքենան պոպուլյար, ու պատճառներից նաև մեկը կանում է նրանում, որ այս մեքենայի վրա դրվում է գազ։ Այդ շատ լուրջ պլյուս է մարդկանց համար։ Չնայած նա որ այս մեքենայի ծախսը շատ քիչ է, դե այդ մեկտեղ գազ դնելու դեպքում ընդհանրապես այս մեքենան քիչ ամնում ամեն օր քո հաշվի համարին փող գցի, որ դու իրան քշում ես։ Ու դա էլ իրականում չի կարելի պլյուս չհամարել, որովհետև այս մեքենաները 250-300 կիլոմետր գազով հանգիստ քշվում են, տաքսոտակ քշվում են։ Ագասարակ որտեղից Հայաստանում հայտնվեց այս Nissan Rogue-ը, հա, ոնց որ չի եղել երբևէ։ Տեսնում ենք մենք շատ հազվադեպ տեսնում ենք Rogue, Nissan Rogue 2010-11 թվականի։ Նայում ենք ինչ-որ անհասկանալի մեքենա է մեր համար, տես Nissan Qashqai ու Murano-ի խառնուրդ, հա։ Իրականում Nissan Rogue-ը նույն Nissan X-Trail-ն է, ու բավականին քաջ ծանոթ է մեր հայկական ավտոսիրահարներին, որովհետև Nissan X-Trail-ը մեր մոտ կա դեռ որ ժամանակներից։ Dogger-style մեքենաների համար, որը մինչև 2017 թիվն է, դրանք կան արժեքան 11-12 S կոմպլեկտացիայում ցածր, իսկ SL կոմպլեկտացիայի կամ չգիտեմ ինչ-որ SV DOP ֆունկցիաներով կոմպլեկտացիայի արժեքը կարող է հասնել մինչև 18-19,000 թարմ մեքենաների համար, ինչը որ արդեն իմ կարծիքով մի քիչ թանկ է այս մեքենայի համար, իր իդեալական տես միջին շուկայական բյուջետը մոտավորապես $14-15,000 է։ Հոպ, շունիկ։ Այս մեքենան ամեն ինչ ունի, ինչ որ ձեզ պետք է։ Ստե կա Bose audio համակարգ, ստեղ կա BSM, կա 360 կամերա, CarPlay, Android Auto, իհարկե դա ամեն ինչը լավ է աշխատում, մեքենան այդքան էլ ժամանակակից չի։ Չգիտեմ, Auto Hold, էլեկտրոնային ռուչնիկ, ինչ չունի այս մեքենան, падագրևներ ունի։ Այս կոնկրետ քանզի մեր դեպքում SV կոմպլեկտացիան է իր DOP ֆունկցիաներով, ինքը կոշ սալոն չի։ Նաև լինում է կոշ սալոն, չնայած ես անձամբ չեմ սիրում S կլասի մեքենա։
Ինչ ես անձամբ չեմ սիրում որ այս կլասի մեքենաները կոշտ սալոնով են լինում ինչի որովհետև ստեղ հիմնականում լինում է իսկական բնական այն որ բնության մեջ մեծացած դերմանտինի կաշի ստեղ իրականում գալիս ենք մյուս խնդրին այս մեքենան ահավոր պլաստմասից է չնայած ստեղ բավականին փափուկ է ասեմ այս տորպեդոն բավականին փափուկ է ստեղ այս էլ կոմպլեկտացիայի մեջ գիտեմ ստեղ մի քիչ ավելի փափուկ է ինչ որ էլի դերմանտինոտ մի բան է ստեղ էլի սենց ու ամենակարևորը օրես ու էս կա վիդեոյի մեջ լսվում է թե չի լսվում բայց մենք ամեն տեղից ինչ որ մի խրթոց գմփոց դմփոց ունենք այդ հաստատ չի կարող կոնկրետ այս մոդելի խնդիրը լինի որովհետև այս մեքենան որպես այդպեսին չգիտեմ սալոնը քանդած հավաքած չի լուրջ վթարված մեքենա չի որ այնպես խնդիր ունենա հիմա դուք կոմենտներում կգրեք չգիտեմ ընկերս մի հատ ռոգա քշում ես 40 տարի է մի հատ ճագոս չեմ եկել ես միայն ուրախ եմ ձեր համար ես խոսում եմ միջին շուկայական վիճակի մեքենայի մասին որը որ լինելու է սենց լինելու է այս ձեները լինելու է այս ամեն ինչը այս ամեն ինչը sense մի հատ այսպես կոչված պրեստիժի գիծ կա, չգիտեմ, տեղեք ես դու դրա մասին թե չէ, ասում են մեքենաները կախված դրանից թե վատ մատերիալները որ մասից են սկսում, ըստ դրա որոշում են իրենց պրեստիժության աստիճանը։ Հիմա այս մեքենայի պրեստիժի գիծը որտեղ է սկսում, ես չեմ հասկանում, իսկ հիմա չի սկսում ուղղակի այս մեքենայի պրեստիժի գիծը, եթե ստեղ մենք ունենք մաքսիմալ 4 պլաստմաս, ստեղ ունենք 4 պլաստմաս, ինքը բնականաբար, երբ որ գործարանային գինն է ունեցել, գործարանից նոր է դուրս եկել այս մեքենան, իր գնի համար ինձ թվում է իր մատերիալները իր կլասում չնայած էլի ամենավատերից մեկն են, CX-5-ը կոնկրետ ուրիշ մակարդակի մատերիալներ է տալիս, ստեղ կաշի է տալիս, ինչ-որ կաշիոտ մի բան։ Իհարկե այստեղ էլ է ղեկը բնական կաշի, բայց ինչպես իմ Infinity-ի մեջ, նաև ստեղ կաշին իրականում նման կաշի է, իսկ դուրս չի գալիս ինչ կաշի է ստեղ, ինքը սենց այս մեքենան քշած է 83000 կիլոմետր, բայց արդեն զգացվում է, որ այս մեքենայի կաշին սենց մի քիչ պորտվում է, մի քիչ ճղվում է ու դժվար էլի 150000 կիլոմետրից հետո ինքը սենց լավ տեսք ունենա, ոնց որ օրինակ մի Toyota-ների վրա է լինում։ Մեկ էլ ինչն է ինձ ամենաշատը այս մեքենայի մեջ հետաքրքրում, մենք ունենք վարիատոր, ինչպես արդեն խոսացինք մի քանի անգամ, բայց դրա հետ մեկտեղ մենք կարողանում ենք սելեկտորը տանենք մանուալ ու 1-2 անենք։ 1, 2, 3, 4 չենք կարող, 4 տեխնոլոգիաներ եմ ասել։ Այդ իրականում ասեմ, որ բավականին օգնում է, որովհետև անգամ պայտակ տղասայում կարող է դու ուզենաս մեքենայի ստիպես, որ ինքը մի փոքր ավելի արագ գնա, որովհետև դինամիկայի առումով դու ունենալու ես դրա կարիքը։ Այս մեքենան մի հատ խնդիր ունի, որ չվախենաք, եթե ձեր մի օր վեր կանաք, տեսնեք ձեր մեքենայից սարը ժամանակ ինչ-որ կտկտոց է գալիս, այս մեքենան հիդրոկոմպենսատոր չունի իրականում։ 100-120,000 կիլոմետր վազքի ժամանակ ու սարը ժամանակ մեքենայից կտկտոց սկսի գալի։ Մի անգամ ինչ չտանեք արագ ավտոն կոպիտ ասած բրախեք մեկի վրա, ասելով սա հեսա մատոգը խփում է, չէ, ուղղակի այս մեքենան այդ հիդրոկոմպենսատորը չունի, որ ավտոմատ ռեգուլերով կարվի կլապանները, դրա պատճառով ժամանակ առ ժամանակ պետք է տանել այս մեքենայի կլապանները ռեգուլերով անելու։ Զգում ես մեկը մեզ չի թողում այն զգացողությունը, որ մենք ինչ-որ մի ձև տախտակի մեջ ենք նստած։ Ես խմում եմ գազի պեդալը, մի անգամից ինձ ասում է բանա, տորմուստով։ Այդ իրականում էլի վերադառնալով մեքենայի կոմպլեկտացիա, ադապտիվ կրուիզ կոնտրոլ, որը քո տեղը գազ է տալիս, քո տեղը տորմուզ է տալիս, քո տեղը գծի մեջ է քեզ պահում։ Այդ իրականում հասանելի չի բոլորի համար, ու դա եւս մի շատ կարևոր բան է, շատ մարդիկ հույս ունեն, որ Nissan Rogue-ը այդ այսպես կոչված մաքսիմալ շատ որակ է տալիս քեզ իր գնի համար ու ֆունկցիաներ, բայց այդ էլի գալիս է նվազագույնը SV կոմպլեկտացիայից, եթե ինչ-որ դոպ ֆունկցիաներ ունենա, էլ ավելի լավ, կամ SL կոմպլեկտացիայում հատկապես, այսինքն դու բազային Nissan Rogue-ը արգմելուց ունենալու ես մաքսիմում, չգիտեմ, սովորական կրուիզ կոնտրոլ, որ ինքը մենակ գազ է տալիս, հետևի կամերա ես ունենալու, չես ունենալու 360 կամերա, ոնց այս դեպքում ունես, դու շատ բաներ չես ունենալու։ Այդ ժամանակ առհասարակ դժվար է քեզ զգալ, որ դու ինչ-որ ձևի պրեմիումի ես կպել, չնայած պետք էլ չի ենթադրել, որ դու պետք է պրեմիումի կպրես 13-12000 տալով, էլի։ Դու ուղղակի գնում ես մեքենա, որը քեզ տալիս է մաքսիմալ չափ, մաքսիմալ բագաժնիկ, մաքսիմալ սալոն իր համար, իր գնի համար։ Սալոնի չափի մասին խոսամ այս մեքենայի, այս մեքենայի սալոնը իր կլասում անգամ ուղղակի ահռելի է։ Ես նստած եմ, ստեղ իմ գլխի վերևը մի կիլոտոննա բարձրություն կա, հաշվի առնելով են, որ հենց այս մեքենան պանորամայով է։ Այս մեքենայի հետ բավականին երկար ժամանակ անցկացրեցի, որ պատասխանեմ այն հարցին, որը որ տրված էր հենց այս վիդեոյի անունի մեջ։ Ինչի են սաղ սիրում Nissan Rogue։ Ես հասկացա, Nissan Rogue բոլորը սիրում են իր հուսալիության,
տեխնիկական պարզության, դրա հետ մեկտեղ համեմատաբար կոմֆորտ լինելու ու շատ պրակտիկ լինելու համար։ Գնել ես մեքենան թե չգնել, ամեն մեկը իր համար իր որոշումը կկայացնի, բայց եթե ձեզ պետք է մեքենա, որը ձեզ մաքսիմալ քիչ գնի համար կտա ահա որ շատ ֆունկցիոնալություն, բավականին շատ տեղ ու կկարողանա ձեզ Երևանից դուրս տանի բավականին վատ ճանապարհներով ու այդ ամեն ինչը անի լավ էժան հանգիստ ու կոմֆորտով, ուրեմն ձեզ միանշանակ պետք է Nissan Rogue։ Իսկ այսօրվա համար ես նախապատրաստել եմ այսքանը, դուք գտնվում եք Քարանկյուն ալիքում, կարող եք հետևել մեզ արդեն նոր հարթակներում, Instagram-ում, TikTok-ում, Telegram-ում, որտեղ լինելու են վիդեոներ, որոնք դուք չեք կարող գտնել YouTube-ում, իսկ ձեր հետ էլի Անանյանն ու օպերատոր Գաֆոն։ Այսքանը բաժանորդագրվեք, մինչև նոր վիդեո։